Վերջին շաբաթների ընթացքում թեղուտի հանքավայրը վաճառվեց ամերիկյան ընկերությանը, այդ ընկերության ղեկավար Կոստանտին Սոկոլովը նշանակվեց TripPlus հիմնադրամի ղեկավար։ Միաժամանակ ԱՄՆ-ն հայտարարում է Հորմուզի նեղուցը շրջանցող նոր աշխարհատնտեսական նախագծերի մասին։ Սրանք առանձին դեպքեր են, թե նույն գլոբալ ռազմավարության տարբեր հատվածներ, ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, այս պահին պարզելու եմ քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանի հետ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Գասպարյան, նախ վաճառվում է ոչ թե պարզապես սովորական ակտիվ, այլ Հայաստանի երկրորդ խոշոր պղնձի հանքը։ Այն երկար ժամանակ, վերջին գրեթե 8 տարվա ընթացքում վերահսկել է ՎՏԲ-ն, հետո պարզվում է, որ գնորդը այն նույն մարդն է, որը օրեր առաջ նշանակվեց TripPlus հիմնադրամի ղեկավար, դրան զուգահեռ Հայաստանում Viva MTS-ի բաժնետերերից մեկն է։ Սա բիզնես գործարք է, թե աշխարհաքաղաքական մեծ փազլի մաս։ Պատասխանը հենց դուք տվեցիք, սա եւ է, բայց փաթեթավորում է այստեղ խնդիրը, ինչ փաթեթավորում է տրվում։ Խորքային առումով աշխարհաքաղաքական մեծ process-ի, մեծ շղթայի հարավկովկասյան օղակի, այսպես ասենք, ձայնն է, որ լսում ենք, բայց փաթեթավորում բիզնես փաթեթավորում է։ Ընդհանրապես վերջին շրջանում, հատկապես 2014-15 թվականից հետո, երբ Եվրասիական տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում տարբեր գունավոր հեղափոխությունների եւ փոփոխությունների ականատես եղանք, մենք տեսնում ենք, որ գործ ունենք գլոբալ աշխարհակարգի փոփոխության հետ։ Ինչ է դա ենթադրում, որպես պարզասենք հեռուստադիտողն էլ տերմինների մեջ այսպես չխճճվի։ Տեղի ունենում գլոբալ փոփոխություն աշխարհի ոչ թե գեոքաղաքական ազդեցության, պետությունների աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաիմաստավորում, այլ տեղի է ունենում տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային նորերի, նոր ճանապարհների կառուցման, հների վերաիմաստավորման եւ վերարժևորման փուլ մենք այդտեղ ենք մտել։ Դրա դրվագներից մեկը նաև ռուս-ուկրաինական պատերազմն է, Միջին Ասիայում տեղի ունեցող իրադարձություններն են, Աֆղանստան-Պակիստան սահմանային խնդիրները, մենք անունը դնում ենք սահմանային խնդիրներ, բայց իրականում այդտեղ մեծ պետությունների ցանցերի կառավարելիության հարցն է, այս ցանցը երկար ժամանակ իր բջիջներով հանդարտ է մնացել, որպես հրաբուխ հետո ժայթքել է։ Նույնը ինչ որ տեսանք Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ, երբ իսրայելական հատուկ ծառայությունները երկար տարիներ աշխատել էին այդ պետությունում, թափանցել էին պետության անվտանգային եւ հետախուզական հատուկ ծառայություններ, ամբողջ ստրուկտուրան վերցրել էին, եւ մենք տեսնում ենք հետևանքները։ Հիմա հարավկովկասյան տարածաշրջանում մենք տեսնում ենք կոնսենսուսային տեխնացուների ընտրություն։ Սա է կարևորը։ Այստեղ Սոկոլով կլինի, Պողոս կլինի, Պետրոս կլինի, այստեղ էական չէ։ Էականը process-ն է եւ այդ process-ի վերջնակետը։ Ընթացքում շատ բաներ կարող են լինել։ Կարևորը մենք ինչ ենք մուտքանում, քաղաքագիտության մեջ Դեվիդ Իստոնի մոդելը կա, Սևարքրի մոդելը, մենք ինչ ենք մուտքանում, հա, որոշումները ինչ ընթացակարգեր ինչպես են ազդում եւ վերջի ինչ ենք ունենում։ Անձինք կոնսենսուսային են, այսինքն այս տարածաշրջանում եւ Արցախի պատերազմի ժամանակ եւ Կաշինի հանքը կհիշեք եւ այսպես կոչված ադրբեջանական կանաչների բլոկադայի առաջին իսկ օրվանից քայլերը ինչի մասին էին, այնինչ կա գետնի տակ, պետք է վերաբաշխվի։ Մոլիբդենը, պղինձը, սա է դա եւ բնականաբար աշխարհի մեծ պետությունները իրենց արդյունաբերական ռեսուրսները չբավարարելու պատճառով նոր ռեսուրսներ են ման գալիս։ Ճիշտ այնպես ինչպես Չինաստանը, ճիշտ այնպես ինչպես Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների նախագահը գնաց Չինաստան, ինչի շուրջ բանակցեց օգտակար հանածոներում։ Եվրոպայի պատասխանատվության գոտում մնաց հետ կոնֆլիկտային Ուկրաինայի կարգավորումը, ինչից հետո, երբ Դոնալդ Թրամփը Դոնբասից դեպի արևմուտք ընկած ամբողջ տարածքներում մոտավորապես 30-35%-ի ընդերքին տիրանալու խնդիր է դրել, ինչի մասին շատ լավ կհիշեք, անցած 1.5 տարվա ընթացքում ես բազմիցս խոսել եմ եւ տրամաբանական փաստարկներով ներկայացրել եմ։ Հիմա նույն վերաբաշխումը տեղի ունենում հարավային Կովկասում։ TripPlus, Trip էական չէ, ով է անողը, մարդ, որը պիտի վստահություն ներշնչի որոշումների ընդունման մի քանի կենտրոնների համաշխարհային։
որոշում պիտի ներշնչի թե Ռուսաստանին, որը չի կարող անմասն մնալ եւ չի կարող դուրս մնալ այս տարածաշրջանի կոմունիկացիոն ապաշրջափակման մեծ ծրագրից, Իսկ այս վաճառքով տեղը չի զիջում Միացյալ Նահանգներին, Ռուսաստանը։ Տեսեք, ես դեռ կանդրադառնամ այդ խնդրին, բայց կարճ ասեմ, որովհետեւ խնդիրը մենք խորքային պետք է հասկանանք։ Այստեղ Միացյալ Նահանգների կենսական շահերը կապված չեն միայն Հարավային Կովկասի հետ։ Միացյալ Նահանգների կենսական շահերը կապված են մեծ մերձավոր արևելքում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ առաջնահերթությունների տրանսֆորմացիայի, փոխման, փոխակերպման եւ Իրանի հետ։ Այսինքն մենք չենք կարող միարժեք ասել, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է այստեղից կամ չգիտեմ ինչից։ Միացյալ Նահանգները կենսական շահերը մեծ հաշվով Հարավային Կովկասում չունի։ Միացյալ Նահանգների համար շատ ավելի առաջնային տարածաշրջաններ կան, մասնավորապես Դոնալդ Թրամփի Մորոյի ծրագիրը վերակենդանացնելուց հետո, այսինքն Միացյալ Նահանգները մնում է արևմտյան կիսագնդում մեծ հաշվով։ Եվրոպան կախվածությունը եվրոպական անվտանգության ապահովման խնդիրը ինքը բարձրացրել է, վերջերս նաև շատ հետաքրքիր էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը գրատախտակի վրա ցույց տվեց, թե վերջին մի 1-1.5 տարվա ընթացքում ինչ Թրամփը Սպիտակ տանն է, Վալադզով գրասենյակում է, ինչ փոփոխություն է տեղ ունեցել եվրոպական երկրների, որոնք անդամ են ՆԱՏՕ-ին, մուտքերի ֆինանսական եւ վճարումների ավելացման հետ։ Բավական հետաքրքիր խնդիր է սա, որը անմասն չէ բնականաբար այս process-ներից։ Գլխանց ասեմ ձեզ, Հայաստան 10-րդականը կամ Հարավային Կովկաս 11-12-րդական խնդիր է։ Այստեղ շատ ավելի մեծ գլոբալ խնդիրներ կան մեծ մերձավոր արևելքի հետ կապված, որտեղ կենտրոնացած է աշխարհի նավթագազային ռեսուրսների ավելի քան 40-45%-ը։ Մեզ այո հանածոներ օգտակար, չգիտեմ, մետաղներ եւ այլն, դրանք շատ կարևոր նշանակություն ունեն, հատկապես ռազմարտությունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության հարցում, բայց շարունակում է գլխավոր խնդիրը մնալ նավթադոլարների կամ դոլարի կուրսը ընդհանրապես նավթի հետ կապել չկապելու եւ համաշխարհային տնտեսության ուղեկիցը որոշելու հարցում։ Ես որ ասում եմ գլոբալ աշխարհակարգ է փոխվում, հենց սա նաև նկատի ունեմ տնտեսություն, տեխնոլոգիաներ, հեգեմոն դիրք ունեցող պետությունների դերակատարում այդ ամեն ինչի մեջ, գումարած իհարկե ցամաքային ճանապարհներ, տրանսպորտային ճանապարհներ, լոգիստիկայի հարցում պետք է խոչընդոտներ լինեն, չպետք է լինեն, եւ Արցախի պատերազմը բնականաբար շատ ենք խոսել այդ տրամաբանության մեջ է մտնում։ Տեսեք ինչ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն։ Ասաց, որ Գերմանիայի եւ Ֆրանսիան, այսինքն գլխավոր երկու պետությունները, Եվրամիության լոկոմոտիվները, որոնք տարիներ շարունակ ավելի շատ հենվում էին ամերիկյան դոմինանտության վրա, որտեղ Միացյալ Նահանգները ամենամեծ քվոտան ուներ ՆԱՏՕ-ում, թե բանակի, թե ծախսերի եւ այլն առումով, հիմա արդեն իրենց վճարները բարձրացրել են, ինչը Թրամփի պահանջն է եղել, որ մենք չենք գալու ապահովենք ձեր անվտանգությունը, դուք պետք է վճարեք դրա համար։ Հիմա սկսել են վճարել։ Եվ եթե վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքին, որ Անկարայում տեղ ունեցավ Թուրքիայում ներողություն, Ստամբուլում, այդ վերջին համաժողովի ընթացքում Թրամփի խոսույթի շեշտադրումների փոփոխությունը խոսում է այն մասին, որ չէ, այդուհանդերձ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ՆԱՏՕ-ից դուրս գալ։ Հիշեք, սրանց 3-4 ամիս առաջ շատ ակտիվացել էր այդ խոսույթը, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գան ՆԱՏՕ-ից եւ այլն եւ այլն։ Սա բնականաբար շանտաժի մակընթացության քաղաքականություն է, որ ստիպեն եվրոպացիներին հավելյալ հարկեր վճարել սա անել, դա անել ՆԱՏՕ-ում մնալու համար։ Եվ փոխարենը ՆԱՏՕ-ին ինչ դերակատարում է վերապահվում։ Ես ուզում եմ հենց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը այս տարածաշրջանում հասկանանք, որպեսզի այդ ընդհանուր տրամաբանության մեջ փորձենք հասկանալ, թե Սոկոլովը ով է կամ 3+ ծրագիրը ինչ արժեք է ներկայացնում մեծ հաշվով եւ արդյոք այս տարածաշրջանում վտանգված է այդ ծրագիրը, պատերազմը կվտանգի, պատերազմը որքան հավանական թե ոչ։ ՆԱՏՕ-ում եվրոպացիներին դերակատարում է տրվում։ Թրամփը եկավ Թուրքիայում բարձրացրեց Էրդողանի կշիռը։ Էրդողանը ներսում ընդդիմության նկատմամբ սկսեց հերթական ռեպրեսիաների ալիքը, ընդդիմությունը վերաձևակերպվում է հենց Թուրքիայում։ Էրդողանը, որը հայտարարել էր, որ
երրորդ ժամկետի համար չի առաջադրվելու, արդեն առաջաձգելու է ընտրությունները եւ հավանաբար հիմա համանդրության մեջ օրենքի փոփոխություն են համանդրական դրույթի փոփոխություն են կատարել, որով հնարավորություն կտրվի գործող նախագահին եւս մեկ շրջանով պաշտոնավարել։ Թուրքիայի ներքաղաքական խոհանոցում բազմաթիվ լուրջ խլրտումներ կան, բազմաթիվ տեխնացուներ կան, յուրաքանչյուրը մեկ պրոտեժե ունի, հա, մեկ հովանավոր ունի։ Դրսից հիմնական Միացյալ Նահանգներն բնականաբար թելադրող խաղի կանոնները տնտեսությունը վատ վիճակում է, բայց այսքանով հանդերձ Թրամփը Թուրքիային վերապահում է այս տարածաշրջանում անվտանգության ոստիկանի առաքելությունը։ Կանաչ լույս է բացում, carte blanche է տալիս, սպիտակ քարտ է տալիս, որ ինչ ուզում ես կարող ես անել, այսինքն մեծ հաշվով TRIP-ի անվտանգության ապահովման, ծախսերի, որտեղ Միացյալ Նահանգները չի պատրաստվում այդ ծախսերը իրականացնել այստեղ։ Այդ ծախսերի ապահովման հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա է մնում մեծ հաշվով։ Եվրոպան ինչ առաքելություն ունի այստեղ կամ ինչ պիտի անի, որն է իր շահը։ Եվրոպայի շահը հետևյալն է, հիմնականում Գերմանիայի եւ Ֆրանսիայի անմասն չմնալ նոր Սայքս-Պիկոյի պայմանագրից։ Ինչ է 1916-18 թվականին երբ գաղտնի էին ընթանում, հիմա բացահայտ են խաղում։ Եվրոպան, Գերմանիան եւ տեսակ Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող հանդիպումը Գերմանիայի կանցլերի հետ Ֆրանսիա պարբերաբար իր այցերը նպատակը որն է, նպատակը այն է, որ եթե հանկարծ տարածաշրջանը խուսափի մեծ պատերազմից, իսկ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները ցամաքային գործողությունների չի գնա Իրանում, որովհետև դա կործանում է նշանակելու երկրորդ Վիետնամ է լինելու։ Եվրոպան փորձի Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհի մեջ փայատեր դառնալ կամ իր մասնաբաժինը ունենալ։ Ճիշտ է TRIP-ը հորիզոնական այսպես կոչված ապաշրջափակման մասին է, բայց իրականում հենց շրջափակման մասն է, որովհետև միակողմանի է լինելու։ Բայց Իրանից, այսինքն հյուսիս-հարավի տրամաբանությամբ Իրանից Հայաստանով Վրաստան, Վրաստանից դեպի Սև ծով այդ նախագծերի իրականացման դեպքում Եվրոպան չի ուզում անմասն մնալ։ Որը Ռուսաստան դիրքորոշում այդ հարցում հյուսիսարավը կամ հենց TRIP+-ը թող լինի, բայց կառավարման փաթեթը կամ control package-ը իր ձեռքում պետք է լինի։ Սա պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով այդ կոնսենսուսային տեխնացիան նշանակվեց, այսինքն այստեղ Սոկոլովի անձը, եթե մենք հաշվի առնենք, ում շահերն են ներկայացնում, որ պետությունների շահերն է սպասարկում կամ սպասարկել այսքան ժամանակ եւ ինչպես կկարողանա ինքը այդ հավասարակշռումները պահել։ Սա խոսում է քո պետության անվտանգային սնանկության մասին, որովհետև երբ դու որպես պաշտոնական Երևան հայտարարում ես, որ ոչ մի միջանցք չկա, ոչ մի բան չկա եւ այլ եւ ես եմ տիրապետում, բայց իրականում 76% կամ 74% տալիս ես Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգներն էլ պիտի ասի, որ իմ տեխնացուն սա է ինքը կզբաղվի այս հարցերով, մինչեւ ես այս մեծ տարածաշրջանում իմ խնդիրները կարողանամ կարգավորել։ Ներողություն, պարոն Գասպարյան, թեմայի վերաբերյալ հատուկ ռեպորտաժ ունենք հենց Թեղուտից, որտեղ հետաքրքիր բացահայտումներ կան, դիտենք, շարունակենք զրույցը։ Հայաստանի հյուսիսի հեռավոր եզերքում Ալավերդիի անտառածածկ լեռների մեջ Թեղուտն ու Շնողն են։ Այստեղ բնակիչների առօրյան տարբեր է, անասուններին չեն տանում հանդեր, չեն զբաղվում վարուցանքով, բայց եւ հակառակ գյուղի կոլորիտին ավանակի փոխարեն մեքենաներ ունեն, ամեն ծխում 2 հատ։ Թե առաջ ասում էին ամոթ է, կինը ինչու պետք է մեքենա քշի, հիմա գյուղամեջին ոտքով քայլում են միայն 50-ից բարձր կանայք, ոչ թե պրավա չունենալու, այլ առողջ ապրելակերպի համար։ Թեղուտում 12 տարի է 2014-ից շահագործվում է գյուղի հանքը, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ պղինձ մոլիբդենի հանքավայրն է։ Շնողի եւ Թեղուտի գրեթե բոլոր տները դեսպաններ ունեն հանքում։ Նրանցից Անահիտ Ամիրջանյանի հարսը վաստակավոր աշխատող է։ Մեր բարեկեցությունը պայմանավորված է հիմնականում այս հանքավայրով։ Դա մենք պիտի ընդունենք գիտություն։ Թեղուտի հանքարդյունաբերական պատմությունը նոր չէ։ 1972-ին Խորհրդային Միությունն իրականացրեց երկրաբանական հետախուզություն եւ ուսումնասիրեց տարածքի հանքաքարերի պարունակությունը, կազմը եւ արդյունաբերական պաշարները։
Հանքաքար 450 միլիոն տոննա, պղինձ 1.6 միլիոն տոննա, մոլիբդեն 99,000-ից 100,000 տոննա, ոսկի 4.8 տոննա, C2 կատեգորիա, միջին պարունակությունը 0.6 գրամ տոննայում, արծաթ 303.8 տոննա։ Գյուղում տարեցները լավ են հիշում սովետի հայտնի համբույրով ղեկավարին։ Լեոնիդ Իլիչի թեղուցիներին հասցեագրված սովետական համբույրը, սակայն հանդիպեց մերժման։ Հանքը չշահագործվեց։ 90-ականներին անկախության պատերազմից տարիներ անց հանքի շահագործման հարցը կրկին բերվեց օրակարգ։ Գործարար Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ։ Valex Group-ը 2001-ին ստացավ հանքը շահագործելու արտոնություն։ 7 տարի անց Թեղուտ ՓԲ-ն, որը Valex Group-ի ստեղծած ընկերությունն է, ՎՏԲ բանկից $300 միլիոն վարկ վերցրեց հանքը կառուցելու եւ շահագործելու համար։ Հանքն այս ընթացքում անցավ կառավարման խնդիրների միջով, կուտակված պարտքեր, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, հարկադիր պարապուրտ եւ չհաջողվեց մարել արդեն $380 միլիոն հասած վարկը։ Ընկերությունը չկարողացավ վարկը մարել, ՎՏԲ բանկն էլ ձեռքը դրեց հանքի վրա հասավ Մոսկվա-Կիև պատերազմը։ 2022-ի մարտից հանքում աշխատանքները նորից դադարեցվեցին, հասունանում էր պարտքից ազատվելու պահը։ Իմ հետևում 300 մետր հեռավորության վրա Թեղուտի հանքն է, որը նոր սեփականատեր ունի՝ Կոնստանտին Սոկոլով։ Այս մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ հետո այն հայտարարությունից, որ նույն անձը Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավարն է։ Կարծիք է շրջանառվում, որ Trip նախագծի այն հատվածը, որը կառուցվելու է Հայաստանում, ֆինանսավորվելու է Թեղուտի հանքի շահույթով։ Կոնստանտին Սոկոլովը Թեղուտի հանքավայրը շահագործող Կուպրար ՌԱՍՊ-ի նոր բաժնետեր Dynamic Frontier Holdings ընկերության սեփականատերն է։ Ընկերությունն ընդամենը 1 տարվա կյանք ունի։ 2025-ի օգոստոսին է հիմնադրվել եւ գրանցված է ամերիկյան Տեխասում։ Հետաքրքիր զուգադիպությամբ ընկերության հիմնումը համընկնում է Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ փաստաթղթի ստորագրմանը։ Փաստաթուղթը հետագայում պիտի ստանար Trip անվանումը։ Նահանգները Թրամփը ուղիղ մարդ է նշանակում Հայաստանում Trip Plus-ը իրականացնելու համար եւ դրան զուգահեռ նույն անձնավորությունը ձեռք է բերում նաեւ Թեղուտի հանքերը։ Այսինքն պիտի Թեղուտի հանքերից եկած եկամուտով իրենք կառուցեն իրենց տարածքը մեր տարածքում եւ շահագործեն դա։ Եվ թե մենք դրանից պիտի ստանանք, չգիտեմ, ընդամենը մի 26% շահույթ այդ տարանցիկ ճանապարհից։ Պետերբուրգում ծնված գործարարը, որ 21 տարեկանում է մեկնել Միացյալ Նահանգներ, ունի մտերմիկ հարաբերություններ թե ամերիկյան, թե ռուսական քաղաքական ու բիզնես էլիտաների հետ։ Ամերիկյան մամուլը նույնիսկ գրեց, որ Սոկոլովը նախագահ Թրամփի ընտրական շտաբի հովանավորներից է $11 միլիոն նվիրատվությամբ։ Իսկ ինչ ակտիվների է տիրապետում Սոկոլովը Հայաստանում։ Վիճակագրությունը պատկառելի է, հիմնականում ռուսական։ 2024-ին Սոկոլովը ձեռք է բերել Viva Armenia ընկերության 20%-ը, որի մեջ մտնում է Ovion, նախկին Ռոստելեկոմը, իսկ Թեղուտի հանքը նրա ձեռքի տակ է անցել ռուսական ՎՏԲ բանկից։ Ռուսական պետական ընկերություններին ամերիկյան նախագծում ուղղակիորեն ներգրավելու փոխարեն Սպիտակ տունը ֆինանսական լծակները դրել է այն անձի ձեռքը, որը կարող է արդյունավետորեն շփվել ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական էլիտայի հետ, պնդում է փորձագիտական շրջանակը։ Եվ վաճառքները այդպիսի ակտիվների առանց Ռուսաստանի, իշխանության, ասենց ասենք, դաբրոների չի լինում։ Այսինքն ինքը այն անձն է, որը Միացյալ Նահանգներ Ռուսաստան, այսպես կոչված ստվերային, ըստ էության պայմանավորվածությունների էլեմենտներից մեկն է։ Գումարում ենք սրան Ռուսաստանի շատ զուսպ վերաբերմունքը Trip-ին, չէ՞, եւ իրանցիների կտրուկ անդիմանալը Trip-ին, որ Trip-ը դիտարկվում է որպես Իրանի ազգային անվտանգությանը խաթարող գործոն։ Ինչ պետք է անեն ամերիկացիները։ Պետք է փորձեն դուրս գալ պայմանավորվածության հիմնական խաղացողների հետ։ ՎՏԲ Սոկոլով գործարքի միջնորդը Թեղուտի հանքի գնման գործընթացում Կուպրար ՌԱ-ն է, որ այս տարվա փետրվարին է հիմնադրվել Հայաստանում։ Ընկերության ղեկավար Սերգեյ Վիրաբյանը նշում է, ինքը կարճ ժամանակահատված է ղեկավարել նորաստեղծ ընկերությունը։ Կուպրար ՌԱ-ի սեփականատերը, որ ընթացքում եք եղել, կարճ ժամանակահատված է, չէ՞ եղել։ Այո, մայիս ամսին։ Իսկ ընկերությունը հիմնադրվել է երբ։
Փետրվարին է հիմնադրվել, փետրվարից մինչև մայիս եղել եք դուք։ Մինչև հուլիս, այո։ Հասկացա։ Իսկ ՎՏԲ բանկի Փետրվարի չեմ եղել։ Փետրվարին ասում եք ընկերությունն ա, բայց հարցերը կոռեկտ չեք տալիս։ Կներեք, էլի ես հիմա չեմ կարող, հետո զանգարեք խոսած, հիմա մարդկանց հետ ինքնած։ Վիրաբյանը հաստատում է, ՎՏԲ բանկից ինքը անձամբ է վերցրել պարտքը, ապա անձամբ վաճառել է մեկ այլ ընկերության, բայց հերքում թե գնորդ կողմը Սոկոլովի կազմակերպությունն է եղել։ Առաջին անգամ երբ եք կապ հաստատել Կոնստանտին Սոկոլովի հետ ու ինչու եք Ես ոչ մի կապ չեմ հաստատել, ով ասում որ ես իրան եմ վաճառել, հարցնով այս բաներ ասում։ Սոկոլովի արխիվներում թեղուտի մասին այս տարվա ապրիլին է հիշատակվել։ Նշվում է, որ գործարարը ապրիլի դրությամբ շարունակում է ՎՏԲ-ի կողմից սանկցիաների տակ գտնվող հանքի գնման գործընթացը։ Մնում է գլխավոր հարցը. Թեղուտ ՓԲ-ն շարունակում է արդյոք շահագործել հանքավայրը։ Պատասխանող չկա ոչ հանքավայրից, ոչ էլ կառավարությունից, բայց մեր տեսախցիկը հուլիսի 21-ին ֆիքսեց, որ հանքավայրում աշխատանքը եռում էր։ Պարզվում է, Հայաստանի իշխանությունը 3 տարի առաջ 2023-ի օգոստոսին թույլատրել է ռուսական բալանսի տակ անցած թեղուտ ՓԲ-ին մինչև 2031 թվականը հանքում աշխատանքներ տանել, հանքանյութ արդյունահանել, իրացնել։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Տարոն Ղանդիլյան եւ Աշոտ Բարբարյան, ABC Media։ Պարոն Գասպարյան, փաստորեն, ինչպես նաև դուք ռեպորտաժից առաջ ասացիք, թեղուտը հայտնվել է Միացյալ Նահանգների ցանկալի մարդու ձեռքին, որը նաև պիտի ծառայի Triple+ ճանապարհների նորոգմանը։ Դրան զուգահեռ վերջին օրերին պաշտոնական ամերիկան տարբեր պաշտոնյաների միջոցով հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը պիտի կորցնի իր նշանակությունը եւ իրենք պայքարում են Հորմուզը երկրորդական դարձնելու համար։ Դրան զուգահեռ աճում է միջին միջանցքի ակտիվանում է միջին միջանցքի գաղափարը պլյուս Սյունիքի նշանակությունը։ Այսինքն սկսվում է նոր լոգիստիկ պատերազմի փուլ։ Ես ստիպված եմ փաստորեն վերջին 5 տարվա ընթացքում կրկնել պարբերաբար նույն այն թեզերը, ինչ որ այսօր տեղի են ունենում, դեռ կհիշեք հավանաբար 44-օրյա պատերազմից հետո մենք շատ ակտիվորեն խոսում ենք այսպես կոչված միջին միջանցքի մասին, տրամաբանության մասին։ Տեսեք, խնդիրը որն է կամ Հորմուզի ինչու պիտի փոխարինվի կամ ինչ խնդիր է դրված։ Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան հայտնի են, որ որպես գաղութատերեր, հատկապես Բրիտանիան, ծովային կայսրություններ են եղել եւ ծովային բոլոր նեղուցների, բոլոր հնարավորությունների նկատմամբ իրենք ունեցել են հստակ հավակնություններ։ Հիմա նեոգաղութատիրական դարաշրջանում կամ աշխարհի անվտանգային ճարտարապետության փոփոխության պայմաններում Բրիտանիան զիջել է իր դերը Միացյալ Նահանգներին եւ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ հենց այդ խոստովանությունը, որ Հորմուզը պետք է շրջանցել, նշանակում է, որ Իրանի տապալումը մեծ հաշվով ձեռնտու չէ։ Առհասարակ կարող է պարադոքսալ թվալ այս ամեն ինչը, բայց ես դեռ ինքս վաղուց եմ ասել, որ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը շահերի սպասարկման առումով, այսպես եմ, ոչ թե դաշնակցային հարաբերությունների, հենց Միացյալ Նահանգներն է լինելու, հենց Իսրայելն է լինելու։ Այս ամբողջ պատերազմի ավարտը լինելու է երկու գոյությունների, երկու սուբյեկտների, տարածաշրջանային սուբյեկտների միմյանց ներկայությունը ճանաչելը։ Իսրայելը եւ Իրանը։ Ես չեմ բացառում այս պատերազմից հետո, որը ձգվելու է, մակընթացությունը լինելու է մինչև հոկտեմբեր, մինչև Իսրայելում քնեսեթի ընտրությունները։ Չեմ բացառում, որ արաբական սոցիալական որոշ երկրներ դիլեմայի առջև կանգնած լինեն, երկընտրանքի առջև կանգնած լինեն։ Շարունակել ապավինել ամերիկյան անվտանգության պատրանքին, ինչը պատրանք էր, թե նոր սահմանված կանոններում ընդունել Իրանի գերակայությունը որպես տարածաշրջանային գուլիվեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Օմանին, Քաթարին, Բահրեյնին, որոնք ավելի շատ ամենայն հավանականությամբ որդեգրեն պրոիրանական դիրքորոշում կամ կանցնեն իրանական հովանոցի տակ։ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները ամենայն հավանականությամբ եւ Քուվեյթը, այս վերջին երկու պետությունները ավելի շատ հենց
Ալ-Ռիադի ենթակայությամբ են գործում, որը ծոցի համագործակցության երկրների գլխավոր դիրիժորն է, հա, Սաուդյան Արաբիան, այսպես ասենք, պրոիսրայելական կամ Իսրայելի հետ համագործակցության խնդիր բացահայտ կդնեն եւ կաշխատեն այդ ուղղությամբ, չմոռանանք 2020 թվականի օգոստոսից Աբրահամյան համաձայնագրերի կնքումը ծոցի արաբական այնպիսի երկրների եւ Իսրայելի միջև, որոնք թշնամական են եղել տասնամյակներ շարունակ, որոնք համարել են, որ Իսրայելը չպետք է գոյություն ունենա եւ այլն։ Հենց այդ պետություններն էին, որ հենց Թրամփի օրոք կնքեցին այդ Աբրահամյան համաձայնագրերը եւ դրա վերջը փաստորեն եղավ հետեւյալը վերջին 5-6 տարվա իրադարձությունները եթե նայենք, դարձյալ իստոնյան տրամաբանությամբ եթե նայենք, այդ պետությունները համաձայնագրեր են կնքում Իսրայելի հետ, իբր դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, մտնում են պատերազմի մեջ, Միացյալ Նահանգների ի վիճակի չի լինում ամբողջությամբ ապահովել իրենց անվտանգությունը, ամենավերջում Իրանը հանդես է գալիս այս տարածաշրջանում որպես հաղթանակած պետություն, կապ չունի, արդյունքը կապ չունի։ Երկիր մի ամբողջ գետնին կհավասարվի, մեկ է Թրամփը կանգնելու է ասելու է, ձևակերպումն է կարևոր, փաթեթավորումը, մենք հաղթեցինք, Իրանը բնականաբար հայտարարելու է մենք հաղթեցինք, այսինքն ներքին լսարանի համար սպառման շատ լուրջ խնդիր կա, Միացյալ Նահանգների իր վստահելիությունը, հեղինակությունը չպետք է կորցնի ամբողջ աշխարհում, եւ տարածաշրջանի այդ երկրները մնալու են այսպես շվարած, ում պրոտեկտատի տակ պետք է անցնեն։ Իրանը ունի առավելություն այստեղ եւ ռմբակոծությունները որտեղ են ունենում կամ հրթիռակոծությունները որտեղ են ունենում ամերիկյան ռազմաբազաներին կամ օբյեկտներին հենց արաբական երկրներում փաստում է հենց դա, որ այդ պետությունները չունեն այլևս չունեն այդ հնարավորությունը, որ Միացյալ Նահանգներին զանգեն ասեն մեր անվտանգությունը ապահովի, պատասխան պետք է մեկը լինի մեր անվտանգությունը ապահովի, հա։ Բայց եթե Միացյալ Նահանգները հաջողվի փոխել Հորմուզի նշանակությունը, ինչպես իրենք են ասում, երկրորդական դարձնեն, տարածաշրջանը չի փոխում իր արժեքը։ Ես չեմ կարծում, որ Հորմուզը կփոխի նշանակությունը։ Որևէ ադմինիստրացիա աշխարհում չի կարող փոխել գեոպոլիտիկ նշանակության եւ աշխարհի տնտեսությունը կառավարող մեծ հաշվով այդ նեղուցների նշանակությունը, այդ նույնն է, ինչ ասեք Ջիբրալտարի նշանակությունը փոխենք օրինակ, եկեք Մագելլան նման շրջանցենք այս, չգիտեմ, ծովերը գնանք այդտեղ 40-45% մասին ենք խոսում նավթագազային ռեսուրսների ամենամատչելի ճանապարհը, ամենահեշտ ճանապարհը Հորմուզն է, հետո Բաբ el-Mandebն է, հա, Կարմիր ծովով, որ դեպի Արաբական ծով է դուրս գալիս եւ Հնդկական օվկիանոս է դուրս գալիս։ Այս երկուսը, որոնց վրա նստած են արաբական որոշ երկրներ եւ Իրանը, չեն կարող իրենց նշանակությունը կորցնել։ Հարցի մյուս կողմն է, թե անցած 5 տարվա ընթացքում Թուրքիան ինչպեսի դիրքորոշում է որդեգրել եւ ինչպես է փորձում կառուցել Ստամբուլի կանալը։ Սրա մասին ես դեռ պատերազմից առաջ եմ խոսել 20 թվականին եւ այսօր իր ակտուալությունն է, հա, ձեռք բերում։ Տեսեք նույն եթե քարտեզի վրա ցույց տան, Թուրքիայից Սև ծովը միջերկրական ծովին կապող երկու նեղուց գոյություն ունի, հա, Բոսֆոր Դարդանելի մասին է խոսքը։ Մոնտրոյի պայմանագրով 1936 թվականին կարգավորվում է, որ բոլոր նավերը այդտեղով կարող են անցնել, այդ թվում ռազմանավերը առանց որևէ թույլտվության, որովհետև հենց միջազգային պայմանագիրն է այդպես կարգավորում։ Թուրքիան փորձում է փոխել խաղի կանոնները եւ մինչեւ 2036 թվականը, այսինքն 100-ամյա բանից հետո, ժամանակահատվածից հետո ուզում է ստեղծել այլընտրանքային մի ճանապարհ, որով նավերը դուրս կգան Բոսֆորից եւ Դարդանելից դեպի միջերկրական ծով առանց անցնելու միջազգային պայմանագրով իր ստանձնած պարտավորություններով։ Այսինքն այդ Ստամբուլի կանալը, որ պիտի կառուցվի, չի ենթարկվել Մոնտրոյի պայմաններին, ինչը պարտավորեցնում է իրեն օրինակ Ռուսաստանին, Բուլղարիային կամ մնացած այլ պետություններին, որոնք Սև ծովի վրա ելք ունեն եւ Բոսֆորից ու Դարդանելից են օգտվում, դուրս գալ դեպի միջերկրական ծով։ Խոսքը 5 միլիարդ դոլարի ներդրումների ծավալի մասին է, որը Թուրքիան ի վիճակի չէ իր ինքնիշխան գումարներով, հա, ֆինանսներով կառուցել,
Դրանում մեծ շահագրգռություն է ցուցաբերել Չինաստանը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ, երրորդ ուժեղ երկիրն է բանակի եւ թվականակի եւ բանի առումով, այդ պատճառով Միացյալ Նահանգները անընդհատ ճնշում է, այսինքն թող եթե պիտի կառուցեն եվրոպացիների փողերով կամ ամերիկյան փողերով կկառուցեն, որպեսզի մենք ունենանք հնարավորություն տնօրինելու եւ որոշումները կայացնել ոչ թե չինացի, որովհետեւ եթե Չինաստանը եկավ այդտեղ տարածաշրջանը տնտեսական քարտեզը ամբողջությամբ է փոխվելու։ Հիմա այդպիսի ծրագիր կա այդտեղ, որը Թուրքիան փորձում է կյանքի կոչել եւ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը այստեղ ունեն շահագրգռվածություն։ Տեսեք, միջանցքների մասին ենք խոսում։ Հիշեք Դավթի Միչանսկի մասին, որ ես բարբերաբար խոսում եմ, Իսրայելի գլխավոր պլանը, Սիրիայի հարավային հատվածից ինչ-որ ճանապարհ ունենալով դեպի Թուրքիա, քրդական ինքնավարության այսպես մի փոքր քաղաքական սուբյեկտայնության աստիճանը մակարդակը բարձրացնելով, հետո Թուրքիայով արդեն դեպի հարավային Կովկաս եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք այս բոլոր ճանապարհները, որ կառուցվում են, այս բոլոր նեղուցները, միջանցքները, ինչ ուզում եք անունը դրեք, որ կառուցվում են, չեն կարող իրենց նշանակությունը կորցնել, որովհետև Դոնալդ Թրամփը ընտրվել է նախագահ, բայց նոյեմբերին կոնգրեսի ընտրություններ են եւ ամենահավանականությամբ նա չի ունենալու մեծամասնություն կոնգրեսում եւ դեմոկրատները կարող են գալ առաջնային քաղաքական պլան եւ ինքը շատ լուրջ խնդիրների հանդիպելու այդ իմաստով, այսինքն հակակշռումների խնդիր կա նաեւ նույն ամերիկյան խոհանոցի ներսում եւ այնպես չէ որ եթե Միացյալ Նահանգները որոշեց որ Հորմուզի նշանակությունը պետք է դադարի, եթե Իրանը այս պատերազմում հաղթանակած դուրս եկավ, ես չեմ ասում զորք, զենք, զինամթերք, ի վերջո վիճակագրության առումով պարզ է, որ Իրանը շատ է տուժել այս պատերազմից, բայց վերջնական արդյունքի առումով Իրանը իր դիրքերը ամրապնդած է դուրս գալու, ես հենց դա նկատի ունեմ, եւ եթե այդ վիճակին մենք ականատես ենք լինում, ստացվելու է, որ Իրանը ունենալու է ինքնիշխան որոշում Հորմուզի նեղուցով ընդհանրապես նավթի համաշխարհային առևտրի վրա ազդել չազդելու հարցում։ Սա բարդ հարց է եւ եթե դուք նկատեք Միացյալ Նահանգների նախագահի հակասական մտքերը եւ նախադասությունները սովորաբար որ արտահայտում են, մեկ հայտարարում են, որ մենք լավ ենք Իրանի հետ, լավ բանակցող են, հետո իրենք ամենավատն են, մենք 24 ժամից կոչնչացնենք իրենց։ Այս հակասությունների ֆոնին կոնստանտ մշտական ասել, որ սա այսպես կլինի, թե այդպես կլինի, շատ վաղ է ասել, իհարկե։ Ես ընդամենը երկու բան կարող եմ ասել, որ ըստ իմ վերլուծումների դրանք անկախ փոփոխականներ են, հա։ Մեկը որ Միացյալ Նահանգները չի գնա ցամաքային գործողությունների Իրանում, տարածաշրջանում նման պատերազմի հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, որ Միացյալ Նահանգները նվազագույնը 500 միլիոնանոց զորք պետք է մտցնի Իրան, որտեղից պետք է մտցնի Ադրբեջանից, արդեն ակտիվ չէ, որովհետև Թուրքիային կարծես հաջողվեց համոզել Միացյալ Նահանգներին, հենց այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փակ դռների հետևում, որ չպետք է գնալ նման արկածախնդրության եւ ցավոք սրտի նրանք կարողացան նաեւ Ադրբեջանին համոզել, որ չգնա նման արկածախնդրության, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ էր Իսրայելի հետ գնալ նման գործարքի, Թուրքիան էր որ արգելեց, բացասը եւ դրանով Թուրքիան բնականաբար քրդական գործոնի քաղաքականացումը եւ զինվորականացումը, այսպես ասենք, հա, ռազմականացումը կանխեց, ինչը շատ կարեւոր գործոն էր իր համար, որտեղ իրենք համարում են, որ Սիրիայում եւ Լիբանանում իրենց պիտի վերապահված լինեն, Թուրքիան պետք է վերապահված լինի գլխավոր դերակատարումը, քաղաքական սուննիզմի պոստ-ասադյան, հետասադյան ժամանակահատվածում եւ իրենց բանակցությունների եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարակի եւ այլ պաշտոնյաների միջոցով իրենց հաջողվեց մեծ հաշվով չեզոքացնել քրդերին Սիրիայում
հիմա Իրաքում են փորձում չեզոքացնել առհասարակ եւ քրդական գործոնի ռազմականացումը իրենք դիտարկում են որպես թուրքական պետության համար ռեալ անվտանգային սպառնալիք։ Այդ իսկ պատճառով իրենց էլ չեզոքացրին։ Այստեղից առաջին պայմանի բավարարումը, որ Միացյալ Նահանգները չի գնալու ռազմական ցամաքային գործողության զորք չի մտցնելու Իրան, այսպես ասենք, եւ գործողությունների կարող է գնալ ներողություն պարոն Գասպարյան, եթե մեծ ներգրավվածություն նկատի ամերիկյան մեծ ներգրավվածություն նկատի Հայաստանում, այդ թվում նաև ռազմական սյունիքում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունը այնքան տխմար կգտնվի, որ նման քայլանի, չեմ կարծում։ Եթե մենք իրատեսորեն ենք մոտենում այս խնդիրներին եւ տրամաբանությունը հուշում է, որ այս իշխանությունը Հայաստանի, որը խառնել է բոլորի խաղակարտերը եւ բոլորին դարձրել է Սյունիքի նկատմամբ շահառու կամ պահանջ ունեցող, բացի մեզնից, բացի մեր ինքնիշխան որոշումից, բոլորը ունեն կարծես հիմա ինքնիշխան որոշում։ Չեմ կարծում, որ ոչ Ռուսաստանի, որը Հայաստանի անվտանգային համագործակցության համատեքստում Հայաստանի եւ Իրանի միջև սահմանի մեծ հաշվով անվտանգային պատասխանատուն է, հենց այնպես կհամաձայնվի, ոչ էլ Իրանը բնականաբար կընդունի, որ իր հյուսիսային 42 կիլոմետրանոց ամենակարևոր սահմանին լինեն ամերիկյան զորքեր։ Անակոնդայի նման ամերիկյան զորքերը պաշարել են Իրանը ծովից ամբողջ տարածաշրջանում, ընդհուպ արևելքից իր աֆղանական սահմանից, մնացել է հյուսիսային սահմանը։ Թուրքիան կանխեց Իսրայել մուտքը Ադրբեջանի օկուպացված Արցախի տարածքներից հնարավոր պատերազմական գործողությունները դեպի Իրան։ Մնացել է Հայաստանը չի գնա նման արկածախնդրության, անկախ փաստից Պողոսը կլինի իշխանությունում, թե Նիկոլը, թե Պետրոսը, որևէ նշանակություն։ Հարցս ինչի համար է, պարոն Գասպարյան, որովհետև մինչ Վաշինգտոնն ու Երևանը թրիփը ներկայացնում են որպես բացառապես տնտեսական եւ լոգիստիկ նախաձեռնություն, Իրանում այլ ձև են դա մեկնաբանում։ Իրանի հոգեոր առաջնորդի խորհրդական Հադատ Ադելը ABC մեդիայի հետ զրույցում, երբ մեր լրագրողը վերջերս Թեհրանում էր, շատ ուշագրավ հայտարարություն է արել, ուղիղ մեջբերում, խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանությանը եւ ժողովրդին չխաբվել Միացյալ Նահանգների խոստումներին։ Ամերիկացիները երբ հայտնվում են մեր հարևան երկրներում, նրանց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է։ Սա թերևս առաջին դեպքերից է, երբ Իրանը նման տեքստով արձագանքում է թրիփի վերաբերյալ քննարկումներին։ Սա պարզապես քաղաքական նախազգուշացում էր, թե արդեն կոնկրետ մեսիջ։ Տեսեք, իրանական հատուկ ծառայությունները բնականաբար շատ ավելի լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, շարժի, պատերազմ է Միացյալ Նահանգների հետ պատերազմի մեջ են, Իսրայելի հետ պատերազմի մեջ են եւ ինչպես ներթափանցումներ եղել են իսրայելական կամ ամերիկյան կողմից Իրանում, իրենք էլ բնականաբար ունեն հակառակ ինֆորմացիա շարժերի վերաբերյալ, մասնավորապես հարևան երկրներում տեղ ունեցող շարժերի եւ բանակցությունների հանդիպումների վերաբերյալ։ Այդ ամեն ինչը հասկանալի պիտի ունենան, բնականաբար Իրանը պիտի զգուշացնի իր հարևաններին։ Հիշեք, երբ մի տարի առաջ շատ ակտիվ էր Սյունիք ներխուժելու վերաբերյալ ադրբեջանական խոսույթը, պաշտոնական խոսույթը, հիշեք Իրանը ինչպես էր արձագանքում, նշանակում է, որ այն ինչ մեդիայի համար է, բայց այն ինչ կուլիսների հետևում է, իրենք շատ ավելի հատուկ ծառայություններ, շատ ավելի մեծ հասանելիություն ունեն այդ ինֆորմացիան եւ բնական է, որ իրենք պիտի արձագանքեն այդպես եւ պիտի զգուշացնեն, որ այսպես։ Այսուհանդերձ ես չեմ կարծում, որ ոչ թե որովհետեւ սրանք ունակ չեն, չէ, պարզապես տրամաբանություն կատեգորիայի վրա ես ուրեմն խաչ կքաշեմ առհասարակ, եթե Հայաստանի որևէ իշխանություն փորձի հարևան Իրանի բնական դաշնակից Իրանի սահմանին կուտակել զորքեր, որոնք կգործեն մեր եղբայրական հարևանի դեմ, չի կարող լինել այդպիսի բան։ Բայց որ պետք է զգուշանալ եւ հասկանալ, որ այդ ամերիկյան փաթեթավորմամբ անվտանգային վահանի ներքո կարող են վակուում լրացնել թուրքերն ու ադրբեջանցիները, այդտեղ է որ պետք է զգուշանալ եւ Իրանի մեր եղբայրներին եւ քույրերին պետք է շատ հստակ մեսեջը փոխանցել, որ այս տարածաշրջանում Սյունիքում
Իրանի անվտանգությունը ապահովողը միայն Հայաստանը չէ եւ հայ ժողովուրդը չէ, որ իր արյամբ արդեն որ տասնամյակը գլորելով Հայաստանն ու հայ ժողովուրդը ապահովում են այս տարածաշրջանում քաղաքական սուննիզմի պատվարի դերը, առաջխաղացման պատվարի դերը։ Սա միայն Հայաստանի պատասխանատվությունը չէ։ Եվ հենց այս մեսիջն է, որ պետք է հասկանան եւ Մոսկվայում, եւ Թեհրանում, եւ Պեկինում, եւ Վաշինգտոնում ի վերջո։ Բոլորը ուզում են, որ Սյունիքը մնա, այսպես չթողնի նեոօսմանիզմի շարունակության, բայց դուք ինչ եք անում այդ ամեն ինչի համար։ Հայաստանի իշխանությունը ինչ է անում։ Մենք դա ոչ թե պետք է անենք մեկ պետության դեմ թշնամանալու միջոցով, այլ քաղաքական բալանսավորումների եւ հմուտ դիվանագիտության միջոցով, որ այո, Սյունիքը պետք է լինի այն ծորակը, որի կարգավորումներից է կախված լինելու նաև մեծ պետությունների հաշտ ապրելու կամ թշնամանալու հարցը, բայց ոչ մեր անվտանգության եւ ինքնիշխանության հաշվին։ Այս իշխանությունը հենց այդտեղ է սխալվում, որ բոլորին բերել է այս տարածաշրջան եւ ձերքերը լվացել այս ամեն ինչից, ասելով, որ դուք ձեր հարցերը փորձեք լուծել, ես բոլորի հետ օքեյ եմ։ Ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ։ Ես ձեզ հավատացնում եմ, որևէ անգամ չեմ կասկածում եւ չեմ բացառում, որ վարչապետի աթոռն զբաղեցնողը, որը տարփագին երազում է հանդիպել Մոսկվայում Կրեմլի ղեկավարի հետ եւ ցայսօր մերժում է ստանում, ինքը գնալու է առաջարկի, որ դուք անձին կարող ես ներկայացնել, Սոկոլովը կլինի, Սոկոլովի անձը գուցե արդեն իսկ պայմանավորված է եւ այդ կոնսենսուսը կայացված է վերջո։ Կուզեք թրիփի փոխարեն վրիպ դնենք Վլադիմիրի անունով, դնենք միայն թե ես մնամ իշխանությունում, միայն թե իմ խոստումները, որ տվել եմ, կարողանամ իրականացնել, իսկ ինքը հստակ խոստացել է, հիշեք անցած շաբաթ արտգործնախարարը հայտարարել էր, որ մենք մինչև աշուն մեր պարտավորությունները արդեն կատարած կլինենք, այսինքն շինարարական ընթացք եւ այլն, եթե չլինի մինչև աշուն, ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմից հստակ մեսիջները արդեն իսկ եկել են։ Զանգիլանի շրջանում շինարարությունը Թրիփի ադրբեջանական հատվածի կամ Միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարությունը գրեթե մոտարում է ավարտին 85%-ով ավարտված է։ Իրենք փորձելու են ստեղծել պատրանք, որ Հայաստանի իշխանությունը չունենալով բավականաչափ քվեներ սահմանադրությունը փոխել, որովհետև խաղաղության պայմանագիր կոչեցյալի միակ ռեալ խոչընդոտը իրենք շարունակում են պնդել Բաքվում, շարունակում են պնդել, որ Հայաստանի սահմանադրությունն է, Հայաստանի իշխանությունը ունի լուրջ ոչ միայն ընտրական լեգիտիմության, ոչ միայն իրավական լեգալության խնդիր այս ընտրությունների հետ կապված, նաև քաղաքական լեգիտիմության խնդիր ունի, գումարած այդ ամեն ինչի, որ ինքը 2/3 չունենալով չի կարողանալու այդ ամբողջը անցկացնել, ինչպես պիտի արագացնի։ Ուրեմն չի բացառվում բլիցկրիգի տարբերակը, որտեղ ամերիկացիներից կանաչ լույս ստանալով հենց Ադրբեջանը, որ ես իմ չափաբաժինը կատարել եմ, մնացել այստեղ ձեր պրոտեկտատի տակ գտնվող այսպես այս իշխանությանը համոզեք, ասեք, որ թող, չգիտեմ, ինչ-որ հերթական ընտրական կեղծարարությամբ, հերթական բռնաճնշումներով եւ այլն, թող փոխեն այս խնդիրը, այլապես արդյունքը լինելու է պատերազմը։ Այսինքն իրենք բացելու են այդ միջանցքը կոչեցյալը եւ անցնեն առաջ։ Թուրքիան որքան է ձեռնտու եւ Ռուսաստանը դա էլ փորձենք հասկանալ, եթե հանկարծ նման սցենար է տեղի ունենում, տեսեք, Թուրքիան շատ կուզի Նախիջևանով անցնել, որովհետև իր ինքնիշխանության հարցն է կարողանում լուծել ի վերջո եւ տարածաշրջանում Ադրբեջանի տակից Նախիջևանի մոնոպոլիան, այսպես ասենք, լոգիստիկ մոնոպոլիան վերցնելու խնդիր է կարողանում լուծել։ Ադրբեջանին պետք է միակողմանի այդ ամբողջը բնականաբար ինքը փակելու է, Թուրքիան ցանկանալու է գնալ դեպի Միջին Ասիա, բայց դեպի Միջին Ասիա գնալու ճանապարհին հանդիպելու է ռուսական խոչընդոտին, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան աջակցելու են Թուրքիային որպես շրջանցիկ ճանապարհներով Հայաստանով եւ Վրաստանով, այսպես հասնեն այդտեղ։
Եվ շահերի բախումը այսպես ստացվում է, հա, Ռուսաստանը դեմ է, Իրանը դեմ է, Չինաստանը ցանկանում է, որովհետև միջանցք է տեղ ունենում, Թուրքիան ունի վերապահումներ, բայց այդուհանդերձ Ադրբեջանի դերակատարման գերարժևորման հետ կապված ունի վերապահումներ, որովհետև Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Բաքվի առաջ Մոսկվան պահանջ է դրել կողմնորոշվել պրոթուրքական, թե այս տարածաշրջանում ռուսական խաղի կանոններով խաղալու ի վերջո։ Հակաեվրոպական վարքագիծը Բաքվի հուշում է, որ ինքը երթական անգամ ճիշտ է կողմնորոշվում եւ գնում է դեպի Մոսկվա եւ փորձում է Ռուսաստանի եւ Իրանի միջև տանել այդ կապող օղակի դերակատարումը եւ ինչու՞ չէ բնականաբար շահել այդ ամբողջից։ Եթե ինքը կոպիտ ասած Հյուսիսարևը կարողանում է Ադրբեջանը ապահովել եւ հորիզոնական առումով ինքը կարողանում է հասնել դեպի Թուրքիա եւ այդտեղից դեպի Միջին Ասիա, ինքը իր խնդիրը կարողանում է լուծել, այստեղ շահում են բոլորը բացի Հայաստանից։ Դա է ուզում հարցնել, բա Հայաստանի շահը մենք խոսեցինք բոլոր պետությունների նպատակների շահերի մասին։ Հայաստանը համարվում է այս նախագծի շահառուն։ Հայաստանը ընդհանրապես տրանզիտ տարածք է, որի համար մենք վճարելու ենք մեր ինքնիշխանությամբ եւ այս իշխանության խայտաբղետ եւ անհեռանկար անհավասարակշիռ դիվանագիտական աշխատանքների պատճառով մենք վճարելու ենք մեր ինքնիշխանությամբ։ Ինձ ցույց տվեք գեթ 1 արտաքին քաղաքական նվաճում վերջին 8 տարվա ընթացքում։ Ինձ ցույց տվեք կամ որևէ խելամիտ մարդ թող կանգնի ասի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը դոկտրինալ սկզբունքներ էլ չունի։ Չգիտի ինչ է ուզում այս պետությունը։ Ինձ ցույց տվեք։ Խաղաղության պայմանագիր ենք կնքել։ Ցույց տվեք գեթ նախաստորագրվել դա խաղաղության հետ որևէ աղերս չունի, դեռ շատ հարց է ինչ պետք է անվանի քաղաքագիտությունը առաջիկա կամ դիվանագիտական բանակցային արվեստը ընդհանրապես ինչ պիտի անվանի այս թյուրիմացությունը, որը ստորագրվել է, ցույց տվեք գեթ 1 արտաքին քաղաքական նվաճում չկա։ Ուստի եւ ցավով պետք է արձանագրել, նշել, որ Հայաստանի այսօրվա իշխանության շարունակականությունը բերելու է ցանկացած գնով պատերազմական վիճակի։ Ես ոչ թե ինչ որ կանխատեսումներ եմ անում, չէ, ես վիճակը վերլուծում եմ, տեսնում եմ, թե ուր կարող է տանել այս ամբողջը։ Տարածաշրջանը շարունակում է մնալ բարոտի տակ առի վրա, ցանկացած բայ կարող է եռալ պայթել։ Ադրբեջանը օգտվելու է ցանկացած փոքր հնարավորությունից, ցանկացած։ Եվ եթե մենք դիմադրություն ցույց չտանք, չնայած ինչ տարբերություն, սրանց օրոք դիմադրություն տաս, թե ցույց չտաս, միևնույն արդյունքն է լինելու։ Կրկնակի կապիտուլյացիա եւ փաստացի ամրագրվելու է այսպես կոչված միջանցքի արկայությունը սիրուն փաթեթավորմամբ trip plus trip, չգիտեմ ինչ ծրագրի, իրականում դա միջանցք է, միջանցքի տրամաբանություն, որտեղ հարևան պետությունների հորիզոնական մակարդակում երկու սահմանապահները, թե Թուրքիան, թե Ադրբեջանը, հայտարարել են, որ չպետք է տեսնենք հայ զինվորի դեմք։ Չենք տեսնել, մենք գնալու ենք կանք, ինչ ուզելու ենք տեղափոխենք, ինչ ուզելու ենք անելու ենք, դուք պարտավոր եք պատերազմում պարտվել եք, ընդունել եք, սա է վիճակը, այդպես էլ պետք է լինի։ Հիմա այս վիճակից մեզ ով դուրս կհանի, միայն Հայաստանի ժողովուրդը։ Չուզեց Հայաստանի ժողովուրդը ընտրությունների միջոցով հեռացնել։ Ցավոք։ Շատ կռիվ տվեցինք, չի նշանակում, որ չենք տալու։ Բայց եթե 730 քանի հազար քաղաքացի համարում է, որ այս ամբողջը ճիշտ է, այդպես էլ պետք է լինի, ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ ներսից բացի այլ գործոնով հնարավոր կլինի այս տրամադրությունները փոխել։ Ներսում տրամադրություն պետք է փոխվի, միջավայր պետք է փոխվի։ Չպետք է հույսը դնել որևէ մեկի վրա։ Բոլոր պետությունները իրենց շահերն են հետապնդում։ Շատ ճիշտ հարց տվեցիք։ Որն է Հայաստանի շահը։ Հայաստանի շահը Հայաստանում է, Երևանում է։ Ասել, որ մենք վերջացած ենք,
քան որ ընտրություններով սրանք ամեն ինչ արեցին ռեպրեսիաներով եւ ճնշումներով եւ կեղծիքներով շարունակեն գոյատևել։ Ես սա վերջ դեռ չեմ համարում։ Պատերազմական գործողությունների ժամանակ որևէ հավատ չունեմ, որ սրանքի վիճակի կլինեն մոբիլիզացնել եւ դիմադրել, որովհետեւ պատերազմը անխուսափելի է լինելու, եթե տարածաշրջանում փոքր-ինչ հնարավորություն եղավ Իրանի դիրքերը վերջնականապես թույլատնելու, մեզ ճզմելու են անցնեն գնան։ Եթե դիմադրություն ցույց չտանք։ Սրանց օրոք ես դժվարանում եմ ասել դիմադրությունը ինչ մասշտաբի կլինի, երկու պատերազմ են պարտվել։ Արցախը դեռ մի կողմ 12000 քառակուսի կիլոմետրը մի կողմ։ Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրաբերել եւ նվիրաբերելու է եւ միջանցք է տալու եւ այսպես կոչված անկլավներ է տալու։ Սրան եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին պատասխան չունի, հարցի մյուս կողմն է, բայց հարցի դիմերեսը այն է, որ խորհրդարան անցած խորհրդարանից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այս ամբողջից վերջնական եւ մեկ եզրակացություն անեն։ Եվ իրենք պետք է հասկանան ինչ պետք է անել։ Գիտեք, ինձ բազմից էի կարծում, ես դες ասում էի ընտրություն խաղի միակ կանոնն է մնացել ժողովրդավարության, բայց ես չեմ հավատում, որ ընտրություններով հնարավոր է Հայաստանում որևէ բան փոխել։ Չեմ հավատում ուղղակի։ Եվ այդպես էլ կա։ Ունենք շատ կարճ ժամանակ, պետք է այդ կենթանու նման գլուխները սանենք գետնից, հողի միջից, ու տեսնենք, թե աշխարհն ինչ է տեղի ունենում, աշխարհը ոչ թե որ տագնապ եմ հնչեցնում, բայց սննդի եւ ջրի պաշարների մեծ կուտակումներ է անում, պատրաստվում է շատ ավելի մեծ աղետի, ոչ ատոմային չի լինելու, բացառվում է դա, բայց աշխարհը պատրաստվում է ֆինանսական աշխարհում ինչ տեղի է ունենում, ոսկու, դոլարի, նավթի, այս բոլորը հարցեր են, որոնց մասին շատ լրջորեն խորքային պետք է մեդիան պետք է կարոզի եւ մարդկանց աչքերը բացի, ի վերջո, որովհետեւ մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում եւ առաջիկա մի տարին նվազագույնը ամբողջ աշխարհում լինելու է վերադասավորումների ժամանակաշրջան, որտեղ բոլորն են վճարելու։ Եվրոպայում չեն վճարում։ Եվրամիությունը որ խոսում է ժողովրդավարության, չգիտեմ ինչերի մասին, միջակայական եվրոպական քաղաքացու հարկային բեռը 40% ավելացել է։ Այսինքն աշխարհը նոր վիճակի է պատրաստվում, նոր աշխարհի են պատրաստվում, որտեղ հին օրենքները չեն գործելու, որտեղ իրավունքը չի գործելու, որտեղ ուժի դիրքերից հանդես եկողները շարունակում են դոմինանտ ազդեցություն ունենալ։ Որքան կձգվի դա, ես նվազագույնը 1 տարվա ժամանակահատված եմ սահմանում նվազագույնը, եւ այդ ընթացքում մենք պետք է պատրաստ լինենք, այո, հասկանում եմ հետընտրական ստրեսներ, մարդիկ փոփոխություն էին ուզում, Հայաստանի գործող իշխանությունը աշխարհին ապացուցեց, որ չկա հայ ազգ, կա Հայաստանի քաղաքացի, որը գոհ է, որը սիրում է ապրել, ուրախանալ, ուրիշ ոչ մի բան չի մտածում իր հայրենիքի, ոչ էլ իր պետության, ոչ մի բանի մասին, այդ տպավորությունն է ստացել, բայց ես ոչ թե որ անհույս լավատես եմ, այլ իրատես եմ, տեսնում եմ, որ ոչ խինդ կա մեր երկրում, ոչ մի բան չկա, եւ այս ընտրությունը դագաղի վերջին մեղքն էր, հավանաբար, որ իշխանությունը ինքն իր վրա գամեց եւ ցավոք այս ընտրությունները կեղծելով Ադրբեջանի համար պատերազմի առիթ տվեց, որտեղ ինքը կեղծելով ընտրությունները, ճնշելով
ազատությունները սահմանափակելով հանդերձ մարդկանց բերդերը լցնելով, այդքանով հանդերձ չկարողացավ ունենալ 2/3 եւ կատարել Ադրբեջանին կամ Թուրքիային իր տված խոստումը։ Ծանր շրջան ենք մտնելու պայմանավորված եւ ներքին փխրուն վիճակով, անհաշտ վիճակով, հետընտրական գերլարված եւ գերստրեսային վիճակով եւ տարածաշրջանի պայմաններով պայմանավորված իշխանությունը շարունակելու է ապաքաղաքականացնել միջին վիճակագրական Հայաստանցում, որպես ինքը չզբաղվի քաղաքականությամբ կամ ասի զզվեցրիք արդեն, զզվեցրիք, ես չեմ ուզում ոչ մի բանով զբաղվել, ձեզ ելնի ձեր իշխանությունն էլ, ձեր Հայաստանն էլ, վերջին տարբերակով ինքը պիտի թողնի գնա ու մեզ թողնի կրակը հերթական անգամ, ու մենք պիտի հասկանանք, թե Հայաստանի գոյության խնդիրը ինչպես պետք է լուծենք, որովհետև ինձ համար Նիկոլ Փաշինյան կոչեցյալը կաչ կամ միևնույնն է վախուց Արցախի հանձնումից հետո առավել եւս մենք ինքներս պիտի հասկանանք, մեզ Հայաստան պետք է թե ոչ, ու խոսքը վերաբերվում է ոչ միայն այն նվազագույնը 5 միլիոն մարդուն, որոնք ոչ ասացին գործող իշխանությանը, այլ նաեւ այն մնացած 1.5 միլիոն մարդուն, որոնք տարբեր պատճառներով չուզեցին մտնել ընտրական process-ի մեջ, չուզեցին, չգիտեմ, ձեռքերը լվացին, Պեղատոսյան ձեռքերը բարձրացին, ասացին, ինչ ուզում եք արեք։ Ծանրորեն պետք է պատրաստվել։ Ես սա չեմ վախեցնում, ելի եմ ասում։ Տեսնում եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում, Իրանում ինչ է տեղի ունենում։ Տեսնում եմ Եվրոպայում ինչ է տեղի ունենում, խորքային եմ վերլուծում այդ ամբողջը եւ չեմ կարծում, որ Հայաստանը անմասն է մնալու այդ ամեն ինչից, ուզում է անունը թրիպ լինի, ուզում է անունը, չգիտեմ, ինչ լինի։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Փաստորեն Սյունիքը ոչ թե ճանապարհ է այս պահին, այլ աշխարհաքաղաքական բանալի։ Թատերաբեմ, այո, եւ բանալի։ Շնորհակալություն։ Ձեզ իմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանի հետ։